Ողջույն կարոն արարողին, վիշտ արկան դասենք ողջույն։ Ողջույն ասենք կանանային, աղջիկների մեր խմբին։ Կներեք, հոգշիկներս մի փոքր ուշացա, բայց շատ կարևոր պատճառով եմ ուշացել։ Կարևոր բան պետք է ունենք։ Ողջույն ձեզ, սիրելի հյուրեր։ Մենք այսօրվա հանդիպմանը մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվել, քանի որ վաղուց չէինք հանդիպել։ Գիտեք, կորել է մի շատ կարևոր բառ, որը մենք այսօր պետք է գտնենք։ Ու դրա համար մեզ կօգնի այս անիվը, որի օգնությամբ մենք կփորձենք գտնել այդ բառը։ Ես նաև մանկապարտեզ եմ հրավիրել ստեղծագործ խմբերի և տաղանդավոր արտիստների, որոնք էլ ավելի հետաքրքիր կդարձնեն մեր բառը գտնելը։ Դե, որպեսզի խաղը սկսենք, կհրավիրենք այստեղ մեր առաջին մասնակցին, ով կպտտի անիվը և մենք բոլորս միասին կհայտնվենք հրաշքների դաշտում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Մանյան Նարեն եմ և եկել եմ Գյումրի Օսմանյան փողոցի 208 տուն հասեց։ Շատ լավ եք արել Նարե ջան։ Դե պտտեք անիվը, որպեսզի սկսենք խաղը։ Ես մենակ չեմ եկել ձեր խաղին մասնակցելու, ինձ հետ եկել եմ ձեզ ողջունելու Գյումրի Ուսիաձան մանկապարտեզի փոքրիկ արևներ և ճախում տապնվում եմ, դիմավորեք։ բոլորս միասին կսկսենք ծաղից հաշվել մինչև 4-րդ ծաղիկը ու կբացենք պատուհանը, տեսնենք ինչ կա այնտեղ թաքնված։ 1, 2, 3, 4 Փորձենք բացել։ Ահա, որտեղն է երեխաներ։ Որտեղն է թաքնված, որպեսզի խաղը շարունակենք եւ մինչև վերջ իմանանք ինչ է այստեղ թաքնված։ Հրավիրում ենք մեր հաջորդ մասնակցին։ Արած տեսես կրեկան եմ և եկել եմ Գյումրու երևանախցողի 33 շենք հասցրից։ Շատ լավ եք արել, դե պտտեք անիվը։ Ասին սիրուն կարում է, ապա ամպի կարում է, շողն է հեգեր անդրվել, սարակաշուշ բարում է։ Մինչ դուք պտտում եք, և
արտասանում գովեշկում եք կարուներ, մեր վահանակը կանգնեց և ծույց է տալիս և հիմա փորձենք բացել տեսնել ինչ կա այնտեղ թաքնված։ Փոքրիկս, որտեղ ես, դուրս տարի, ես քեզ համար հեքիաթ եմ կարդալու, փոքրիկս, որտեղ ես, փոքրիկ, Ներեք, բարև ձեզ, դուք ինչ-որ մեկին եք փնտրում։ ես իմ փոքրիկին եմ փնտրում, ես ամենալավ դաստիարակն եմ, Աշխեն ջան, ես ամենալավ դաստիարակն եմ, եկել եմ նրա համար հեքիաթ կարդալու, Շատ լավ եք արել, հարգելի ամենալավ դաստիարակ, բայց ասեմ իմանա, որ այստեղ փոքրիկ չկա։ Մենք տոնում ենք Հայնան տոնը, դիմավորելու ենք կարունը և մեր երեխաները այստեղ մեծ են, փոքրիկ չունենք։ պես թե փոքրիկ չեն, եթե մեծ Այդպես փոքրիկ չունենք, երեխաներ դուք փոքրիկ եք։ Եթե մեծ եք, ուրեմն ձեզ համար հեքիաթ կարդալու կարիք չկա։ Ոչ։ Այսինքն դուք բոլոր հեքիաթները գիտեք։ Հիմա կստուգենք, ես ձեզ համար հեքիաթներից հատվածներ կկարդամ, իսկ դուք փորձեք գուշակել։ Գուշակել չէ, Փորձեք։ երեխաներ։ Նախ հանում եք գիշերազգեստը և շուտ գլխին եք հաշում ներգնաշապիկը, որ չմրսի։ Հետո գետնին ճիշտ կողմով դնում եք տաբատը, որպեսզի հեշտությամբ վրան քաշի։ Ապրեք, շատ ապրեք։ Հագնվում ենք նորույն, ճիշտ է։ Կովի կատուրից։ Այս այլ գիտեիք, ապրեք երեխաներ ջան, շատ ապրեք։ Ծուղրուղու, փող եմ գտել։ Այ քեզ բան, ես ինչ լավ եք գուշակում։ Կշտանալուց հետո աղջիկը սկսում է ճոճվել փոքր աթոռի վրա, ճոճվում է, զարմացած եմ ուղղակի։ Ցուրտը տարավ, վա տնաշեն, չես թողնում մի շունչ քաշեն։ Սա էլ գիտեին։ Ջրաղաց պանի որդին թեև շատ զարմացավ, բայց ի վերջին գումարը ծախսեց և կատվի համար գնեց երկարաճիտ կոշիկներ։ Եք ուշագեք։ Ապրեք, երեխեք ջան, ես ինչ լավն եք։ Փիսո, չմոռանաս կրկերը պետք է վերադարձնել երկու շաբաթից։ Այ քեզ բան։ Բոլոր հեքիաթները գիտեին։ Ապրեք երեխաներ ջան։ Դե եթե ոչ միայն մեր երեխաները բոլոր հեքիաթներին ծանոթ են գիտեն, այլ իրենք կարող են հեքիաթը նաև բեմականացնել։ Եթե կցանկանաք, ձեզ համար մենք հեքիաթ կբեմականացնենք։ Մեծ սիրով։ Տատիկ ու պապիկ են լինում։ Նրանք ունենում են մի թոռնիկ, որի անունն էր Անահիտ։ Տատիկն ու պապիկը ամբողջ օր աշխատում էին։ Պապիկը մուրճով էր խփում և սղոցով սղոցում։ Տատիկը հատակներ մաքրում և փոշիները սրբում։ Իսկ այ Անահիտը ամբողջ օրը ոչինչ չէր անում, միայն վազվզում էր ու թռչկոտում։ Ահա մի օր Անահիտն ասաց. Պապի, խնդրում եմ ինձ համար մորիկ բերես։ ու պապիկը գնաց, սկզբում հատակի վրայով, հետո քարերի վրայով, իսկ վերջում խոտերի միջով։ Մոտեցավ պապիկը թփերին, ամենուր լուռ էր։ Միայն լսվում էր մեղուների բզզոցը և մոծակների տզզոցը։ Հենց պապիկը ձեռքը մեկնեց, որպեսզի մորի հավաքի, հանկարծ լսվեց մի տարօրինակ ձայն։ Պապիկը վախեցած, տուն վազեց, սկզբում խոտերի միջով, հետո քարերի վրայով և վերջում հատակի վրայով։ Անահիտը հենց ձեռքը մեկնեց մորի քաղելու, դարձյալ լսվեց այդ ձայնը։ Անահիտը զգույշ թփերը հետ տարավ և տեսավ մի փոքրիկ ոզնի։ Մատով տիպավ ոզնու փշին, հետո գրպանից հանեց թաշկինակը, փաթաթեց ոզնուն և գլորեց դեպի տուն։
Տանը կաթով կերագրեց ոզնուն։ Իսկ գիշերը ոզնին ընդհանրապես չքնեց, ամբողջ սենյակով վազ վզում էր միայն։ Երկնքից ընկավ 3 խնձոր։ Մեկը հեքիաթը հորինողին, մյուսը հեքիաթը ձեզ համար ընթերցողին և երրորդ խնձորը հեքիաթը այսքան գեղեցիկ բեմականացնող մեր փոքրիկ հրաշքներին։ Մածում ենք երկրորդ ծաղիկը և տեսնում ենք այո, ատարն է թաքնված այնտեղ։ Բարև ձեզ։ Ես Նարեն եմ, եկել եմ ձեր խաղի մասնակցելու, հաճախում եմ Տիեզեր մանկապարտեզ, ավանքում ես ես համար մնամանակ ընկալ, խնդրում եմ դիմավորեք։ Ինչ արած, եկեք դիմավորենք մեր հաջորդ անակնկալը, տեսնենք ինչպիսի անակնկալ է մեզ սպասվում։ Պարում էին մեզ համար, ուրախացնում էին մեզ, մեր անիվը դատարեց պտտվել և բահանավը ցույց է տալիս։ Երեք հվանշանը։ Եկեք հաշվենք և բացենք երեքը, տեսնենք որն է։ 1, 2, 3, 4։ Երեքն էր մեզ պետք, երեխաներ։ Իսկ հիմա խաղը կշարունակենք և մեզ հետ կխաղա Արամը Խորիկյան։ Բարև ձեզ Արամ ջան, ում հետ ես եկել։ Ալբաշտը քո ինչն է։ Քո ընկերն է։ Շատ լավ, թե պտտեք անիվը և քովեշկեք կարունը։ Ձմեր անցավ քարում բարվեց ագիներում մումուղ լեղվեց ծագիները ծագեցին, թեջունները երկեցին ու կարունը կանչեցին։ Կարուն բարով ես եկել կանտու բայց ասպես կեն կանտու կետակ ու ալվակ։ Ահա, մեր անիվը դատարեց պտտվել ոնց որ և ոչ 5-ն է ցույց տալիս, ոչ էլ խաղ ծնողների հետ, մենք կանենք երկուսը մեկում։ Ու հիմա այստեղ տանիչ խաղալու համար կհրավիրենք մեր ծնողներից 4 ծնողի։ Ու կազմենք հանելուկի բառը։ Ուշադիր նայեք ձեր տարերին։ Մեկը մյուսին օգնելու եք։ Լսում ենք, բռունցքի չափ մեկենա, ամեն տեղ մեզ հետենա, քնած լինենք թե աշտուն, աշխատում է եռանդուն։ Այո, ամեն տեղ մեզ հետենա, քնած լինենք թե աշտուն, ոչ,
Ճիշտ է, սիրն է։ Հողկոց մենք խաշճարվեն բարեկազներ, մի կդրի։ Ստացվեց։ Լսում եք հաջորդ հանելուկը։ Ճանգեր ունի կերուսուր, մեջքին զրա ամրակու, դու է ածում հավի պես, ինչն է, ասա թե գիտես։ Ինչն է, կրյան է։ Եկեք դասավորվեք։ Ստացվեց ծած, երեխաներ, ապրեն են մամաները։ Հաջորդ հանելուկն ենք լսում։ Ունի մեկ ոտք, չունի կոշիկ, ունի գլխակ, չունի գլխիկ։ Սունգը։ Այո, սունգը։ Շատ ապրեք, նորից ծապահարեք։ Հաղու հանելուկն կասեմ ու ասեն բավական է, շատ պդդվեցիք։ Անձայն է, բայց պատմում է, անշարժ է, բայց պահում է պահը։ Ժամանակը կկանգնեցնի, եթե նայես, կհիշես։ Ինչն է սա։ Անձայն է, բայց պատմում է։ Անշարժ։ Այո։ Շատ ապրեք, նորից ծապահարեք մեր սիրողներին։ Շնորհակալություն եմ մասնակցության համար։ Հաստատ։ Դե բացում եմ, տեսնեմ։ Ճիշտ է, նը։ Եվ դիմավորենք մեր մյուս մասնակցին։ Մյուս մասնակիցը Լեոն է։ Բարև ձեզ։ Ով է կերպարունը, Լեոն ջան։ Ես իռնացի կողում, սաղիրներն են ասանում, հաջորդում վաղտունում, սաղներկայուն են արդում։ Վայ, ձերո թվանշանն է ցույց տալիս, պտույտի փոխանցում և մի անգամից դիմավորում եք մեր հաջորդ մասնակցին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես մենակ չեմ եկել ձեր խաղի մասնակցելու։ Ինձ հետ եկել է Մգեր Անդրեն, նա էլ ուզում գովեշկի կարունը։ Շատ լավ, թե պտտեք անիվը և գովեշկի կարունը։ Զույգել ես նորիշ սաշտանդար ու լեր կարուն ամետեղ նոր կյանք ես վարել, իմ սդումել ես թևեր պրել, իմ հոգումել ես դել նորսեր։ Մատ ու Անդրեյ։ Մայք դու իմ կարուն ես կամնան տացյան նեզանուշ բույով ուղադով դու իմ բասված է ծաղիքն ես։ Անդրեի կարունը իր մայրիկն էր։ Հա, Անդրեյ։ Այո։ Շատ լավ, միշտ դուք գովեշկում եք կարունը, մեր վահանակը կանգնեց և ցույց տվեց սև արգը։ Տեսնենք, բերեք այստեղ սև արգը։ Դարձյալ լսում եք հանելուկ։ Լսեք ուշադիր, այդ ինչ կանաչ մաշտուկ է և ինչ պետք է անել, երբ նրան տեսնում եք։ Գրյա։ Մաշտուկ է, կանաչ մաշտուկ է և ինչ պետք է անենք։ Ինչ? Փողոցն անցնել։ Լուսագիրի կանաչ գույնը, ճիշտ է։ Կանաչ մաշտուկը։ Ահա, այս մաշտուկի մասին էր խոսքը։ Ծապահարենք, հաջորդի մաշտուկ։ Եվ տեսնենք, մի հատ էլ ունենք, տեսնենք մյուսն ինչ է, կգուշակենք դարձյալ։ Ինչն ունի գլուխ, բայց չունի խելք։ Ինչն ունի գլուխ, բայց չունի խելք։ Ոչ։ Այստեղ
ուրիշ տարբերակ լսեց, ինչ։ Սոխը։ Սոխն է, ճիշտ է։ Այ, այս սոխի մասին է խոսքը։ Ահա եկավ ակկալում, թարթուրներն է ծլվալում, և ավագն է քչկած, կալում է կալում։ Շատ գերոտիկով է մի գնա, որպեսի բդդե կանիվը, որ տեսնենք ինչի վրա է կանգնելու։ Ահա։ Միշկը պդետվի անիված է երկով կվողջուրեն կորտիկները։ Իմ ավոր են կորդիկների։ Փողիկ կորտիկ, բարակ տոտիկ, ոստում է լեջին մոտիկ։ Փողիկ կորտիկ, բարակ տոտիկ, ոստում է լեջին մոտիկ։ Գարունը սեր է, որ սիրով լեցում, գարունը գալիքի խորշտանիշն է, և գալիքը մայրության